Կոմիտասի Երևան City-ում բռնկված հրդեհի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ հրկիզման հոդվածով, հայտնել է քննչական կոմիտեն։ Այսօր ձերբակալված էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը մեղադրվում է 2008-2014 թվականներին Երևանին պատկանող հողատարածքներ հափշտակելու առանձնապես խոշոր չափերի փողերի լվացման համար։ Քերոբյանից բացի ձերբակալվել է ևս 6 հոգի, հայտնել է քննչական կոմիտեն։ Էկոնոմիկայի նախկին նախարարին ձերբակալելու լուրն առաջինը հայտնել էր նրա եղբայրը ու նշել, որ խուզարկել են Քերոբյանի տունը։ Նախորդին շտապ օգնության մեքենայով Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն տեղափոխված Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանին այսօր վերադարձրել են Երևանի կենտրոն քրեակատարողական հիմնարկ, հայտնել է Ղուկասյանի փաստաբան Զարուհի Փոստանջյանը։ Կես տարվա աշխատանքի արդյունքում դատարանը որպես խափանման միջոց 2 ամիս տնային կալանք է նշանակել ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանին։ Նա մեղադրվում է ձեռնարկատիրական գործունեության ապօրինի մասնակցելու, հակամրցակցային գործունեության եւ փողերի լվացման համար։ Հարությունյանի պաշտպան Արմեն Անդրիկյանի խոսքով բողոքարկելու են դատարանի որոշումը, քանի որ դատարանի հիմնավոր կասկածի հետ համաձայն չեն եւ համարում են, որ ավելի մեղմ խափանման միջոց պետք է ընտրվի, օրինակ գրավ կամ վարչական հսկողություն։ Վերջին օրերին ակտիվորեն սոցցանցերում տարածվում է գովազդային տեսանյութ, որը թիրախավորում է հայաստանցիներին, խոստանալով հսկայական եկամուտ տրոյկա ներդրումային հարթակի միջոցով։ Տեսանյութում հայտնվում է հայտնի գործարար Սամվել Կարապետյանի կերպարով պատկերը, որը հայտարարում է, թե վերցնում է պատասխանատվություն մի ներդրումային հարթակի համար, որտեղ յուրաքանչյուր հայ կարող է վաստակել նվազագույնը շաբաթական 220,000 դրամ։ Զեղծարարներն օգտագործել են արհեստական բանականության գործիքներ Սամվել Կարապետյանի ձայնը կրկնակելու եւ նրան խոսքերը վերագրելու համար։ Կեղծ տեսանյութում օգտագործված հատվածը վերցված է 2024 թվականի մայիսին անցկացված հայկական բիզնես ֆորումի տեսագրությունից, որում չի քննարկվում որևէ ներդրումային հարթակ։ Ուշագրավ է, որ զեղծարարները որպես ներդրումային հարթակ ներկայացնում են ոչ թե Սամվել Կարապետյանին պատկանող հայտնի Տաշիր գրուպը, այլ վաղուց լուծարված Տրոյկա դիալոգը, որը կապված էր ներկայում Բաքվում գերության մեջ գտնվող գործարար Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի հետ, գրում է Civilnet-ը։ Քրեական դատավարության օրենսգրքի վկայակոչ Սամվել Կարապետյանի փաստաբան Արամ Վարդևանյանը հայտարարել է, ազգային բարերարի նկատմամբ հաշվեհարդար է տեղի ունենում։ Այդ պատճառով էլ քննչական կոմիտեի նախագահը հայտարարում է, թե հնարավոր չէ մեր ձևով կմասնակցենք եկեղեցու պաշտպանությանը արտահայտության դրվագը, որը որակվում է իշխանությունը զավթելու կոչ, անջատել ընդհանուր գործից եւ ուղարկել դատարան։ Վարդևանյանը զուգահեռներ է անցկացրել Միքայել Սրբազանի եւ Ռուբիկ Հակոբյանի գործերի հետ, որտեղ նմանատիպ դրվագների նախաքննությունը տևել է մոտ 20 օր։ Այս 5 ամսվա նախաքննությունը ցույց է տալիս, որ այստեղ նպատակը բնավ իրավական process-ը չէ։ Այստեղ նպատակը հաշվեհարդարն է, քանի որ հունիսի 17-ին նման խոստում էր տրվել։ Եթե Հայաստանը չբացի Զանգեզուրի միջանցքը, Բաքուն կարող է դիմել ծայրահեղ քայլերի, հայտարարել է Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Գուդրատ Հասանգուլիևը։ Նրա խոսքով Ադրբեջանը պետք է բանակցի Թուրքիայի, Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների հետ, շրջանցելով Հայաստանի ներքաղաքական վիճակը։ Ադրբեջանցի պատգամավորը սպառնացել է, եթե հայկական կողմը օպերատիվ որոշում չկայացնի, մեջբերում Ադրբեջանը ստիպված կլինի ուժով մաքրել միջանցքի տարածքը, իսկ հետո խիստ երաշխիքների ներքո այն հանձնել Ռուսաստանի կամ ԱՄՆ-ի վերահսկողությանը 2020 թվականի նոյեմբերի 10-ի կամ 2025 թվականի օգոստոսի 8-ի համաձայնագրերի համաձայն, ասել է ադրբեջանցի պատգամավորը։ Ադրբեջանի բանակը անցնում է ՆԱՏՕ-ի չափանիշների, հայտարարել է Իլհամ Ալիևը։ Նա իր խոսքում նշել է, որ այդ հարցում Ադրբեջանը սերտ աշխատում է Թուրքիայի հետ։ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև պատմական համաձայնագիրը ներառում է Թրամփի երթուղու կառուցումը։ Սա իսկապես հրաշալի բան է։ Այն անվանակոչվել է իմ պատվին եւ ես դա շատ եմ գնահատում, հայտարարել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը C5+1 հանդիպման ժամանակ ու հավելել, որ այս երթուղին կառուցվում է հիմա անցնելով աշխարհի ամենակարևոր վայրերից մեկով, այդ թվում տնտեսապես ամենակարևորներից մեկով, որը կբարձրացնի առևտրային գործունեությունը Կասպից ծովի մյուս կողմում եւ կօգնի կենտրոնական Ասիայի տարածաշրջանի երկրներին։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել 2020-ի նոյեմբերի 9-ի Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների միջև կնքված հրադադարի համաձայնագրի 5-րդ տարելիցի կապակցությամբ։ Հայտարարության մեջ մասնավորապես նշվում է. մեջբերում Բաքուն եւ Երևանը դեռևս շատ անելիքներ ունեն երկկողմ հարաբերությունների կարգավորման գործընթացը անշրջելի դարձնելու համար, այդ թվում խաղաղության պայմանագրի ստորագրում, Հարավային Կովկասի բոլոր երկրների եւ նրանց անմիջական հարևանների շահերից ելնելով տրանսպորտային եւ տնտեսական կապերի վերականգնում, պետական սահմանի արդարացի սահմանազատում, ինչպես նաեւ քաղաքացիական հասարակության հետ արդյունավետ կապերի հաստատում։ Ռուսական կողմը պատրաստ է շարունակել իր ադրբեջանցի եւ հայ գործընկերներին համապարփակ օգնություն ցուցաբերել բոլոր ոլորտներում։ Զանգեզուրի միջանցքը ուղղված չէ Հայաստանի ինքնիշխանության դեմ, հավատացրել է Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի ծառայության ղեկավարը։ Միջանցքի վերաբերյալ Ադրբեջանի դիրքորոշումը սկզբունքային է, հիմնված իրավական հիմքերի եւ տարածաշրջանային համագործակցության շահերի վրա, ասել է նա։ Մենք կարծում ենք, որ Զանգեզուրի միջանցքը կնպաստի տարածաշրջանի տնտեսական ինտեգրմանը եւ միջին միջանցքի շրջանակում լրացուցիչ երթուղիների զարգացմանը, կարծում է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը։ Հաջիզադեն խոսել է նաեւ ադրբեջանական 4 անկլավների վերադարձի մասին ու ասել, որ այդ հարցը գտնվում է Ադրբեջանի մշտական ուշադրության կենտրոնում։ Ղազախի շրջանի 3 գյուղերի եւ Նախիջևանի Քարքի գյուղի վերադարձը Ադրբեջանին միշտ էլ գերակա խնդիր է, ասել է խոսնակը ու նշել, որ այդ հարցը պետք է լուծվի սահմանազատման հանձնաժողովների շրջանակում։ Հարևան Իրանում ջրի սուր ճգնաժամ է։ Հնարավոր է տարհանվի մայրաքաղաք Թեհրանը։ Սա չի բացառել երկրի նախագահը։ Տեղումների պակասը եւ ջրային ռեսուրսների սպառումը երկրում երաշտի սպառնալիք է ստեղծել, հայտարարել է Մասուդ Փեզեշքյանը։ Եթե մոտ ապագայում անձրև չգա, մենք ստիպված կլինենք Թեհրանում ջրի խիստ սահմանափակումներ մտցնել։ Եթե ջրի պաշարները սպառվեն, ստիպված կլինենք տարհանել քաղաքը, ասել է նա։ Ըստ Guardian պարբերականի մոտ 2 ամիս առաջ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն օգտագործելով Իրանի կառավարության ամենախոցելի տեղերից մեկը Իրանի ժողովրդին առաջարկել է գործարք, եթե իրանցիները դուրս գան փողոցներ եւ տապալեն իրենց կառավարությունը, Նեթանյահուն կբերի Իսրայելի լավագույն ջրային փորձագետներին եւ աղազրկող առաջատար տեխնոլոգիաներ Թեհրանի ջուրը վերամշակելու համար։ 5 տարի շարունակ Իրանը պայքարում է երաշտի դեմ, որը փորձագետների կարծիքով շատ ավելի է սրվել կլիմայի փոփոխության պատճառով։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Կենտրոնական Ասիայի 5 երկրների առաջնորդներին։ C5+1 համաժողովի ժամանակ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ղազախստանը միացել է Աբրահամի համաձայնագրերին, որոնք վերաբերում են արաբա-իսրայելական հարաբերությունների կարգավորմանը։ Շատ կարևոր երկրներ շուտով միանալու են Աբրահամի համաձայնագրերին։ Մենք նրանց անունները կհայտարարենք ավելի ուշ։ Ես նաև ուրախ եմ հայտնել, որ 15 րոպե առաջ մի հսկայական երկիր Ղազախստանը պաշտոնապես համաձայնել է միանալ։ Թրամփն այս հայտարարությունն արել է Իսրայելի վարչապետ Նետանյահուի եւ Ղազախստանի նախագահ Տոկաևի հետ եռակողմ հեռախոսազրույցից հետո։ Այս քայլի նպատակը Իսրայելի եւ մուսուլմանական մեծամասնություն ունեցող երկրների միջև հարաբերությունների կարգավորումն է։ Տոկաևի խոսքով Միացյալ Նահանգները ավելի քան $100 միլիարդ դնելով Ղազախստանի տնտեսության մեջ մնում է երկրի խոշորագույն ներդրողը եւ նրա զարգացման հավերժական շարժիչը։ Իսրայելական զինուժը կործանիչ հարվածներ է հասցրել Լիբանանի հարավին։ Թիրախավորվել են Հեզբոլլա խմբավորման ենթակառուցվածքները։ Իսրայելը հայտարարել է, որ շարժման դեմ հարձակումների շարք է սկսել։ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը կողմ է քվեարկել Սիրիայի նախագահի նկատմամբ ԱՄՆ-ի պատժամիջոցները չեղարկելու բանաձևին։ Նախագիծն արժանացել է խորհրդի 15 անդամներից 14-ի հավանությանը, ձեռնպահ է մնացել Չինաստանը։ Ըստ որոշման սիրիական կառավարության պաշտոնյաների անունները դուրս են եկել Իսլամական պետություն եւ Ալ-Քաիդա ահաբեկչական խմբավորումների պատժամիջոցների ցանկից։ Կապասառեցվեն ֆինանսական ակտիվները զենք ձեռք բերելու էմբարգոն։ Այս ամիս նախատեսվում է նաև ԱՄՆ-ի եւ Սիրիայի նախագահների հանդիպում։
ԱՄՆ-ի Սենատը մերժել է Վենեսուելայի դեմ պատերազմի առաջարկը 2 ձայնի տարբերությամբ։ Այսպիսով Կոնգրեսը չի կարողանա հաստատել Կարակասի դեմ Վաշինգտոնի ռազմական ագրեսիայի ծրագրերը։ Ըստ ԱՄՆ օրենսդրության, երկիրը կարող է հարվածներ հասցնել միայն ջրային տարածքով թմրամյութեր տեղափոխող նավերին եւ ոչ ցամաքային օբյեկտներին։ Ավելի վաղ Սպիտակ տան ղեկավար Թրամփը սպառնացել էր, թե նախագահ Մադուրոյի եւ թմրամյութեր վաճառողների օրերը հաշվված են։ Աշխարհի ամենահարուստ մարդը Իլոն Մասկը կարող է ստանալ Տեսլայի մինչև $1 տրիլիոն արժողությամբ բաժնետոմսեր, թեև պարտադիր վճարումներից հետո զուտ արժեքը կկազմի $878 միլիարդ։ Տեսլայի բաժնետերերը հաստատել են գործադիր տնօրենի համար կորպորատիվ պատմության մեջ ամենախոշոր վարձատրության փաթեթը, իրենց աջակցությունը հայտնելով արհեստական բանականության եւ ռոբոտաշինության գիգանտի վերածելու էլեկտրամոբիլներ արտադրող ընկերության Մասկի Տեսլականին։ Առաջարկը հավանության է արժանացել ձայների ավելի քան 75%-ով։ Ավելի վաղ ընկերության խորհուրդը նախազգուշացրել էր, որ առանց այս փաթեթի հաստատման Մասկը կարող է հեռանալ, սակայն վճարման հիմնական պայմանը ընկերության բաժնետոմսերի արժեքի զուգահեռաբար աճն է։ Յուրաքանչյուր հաղթանակի համար Մասկը կպարգևատրվի ընկերության բաժնետոմսերի 1%-ով։ Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը նոր ավագ ունի։ Այսուհետ ավագի թեև կապը կկրի Ռուսաստանի չեմպիոն Կրասնոդարի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը։ Մեր հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը նաև հայտնել է, որ ընտրանու կիսապաշտպան Լուկաս Սելարայանը որոշել է ավարտել կարիերան հավաքականի կազմում ընտանեկան խնդիրների պատճառով։